Բարի երեկո, եթերում Art Focus-ն է։ Այսօր զրուցում ենք Հայաստանի լավագույն կինոօպերատորներից մեկի, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի հիմնադիր եւ այժմ փոխնախագահ Վահագն Տեր-Հակոբյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, պարոն Տեր-Հակոբյան, եւ սկսենք թերևս կենսագրական որոշ տվյալներից, ավելի շուտ անդրադառնանք այն հարցին, թե ինչպես առհասարակ մտակ կինոոլորտ, գուցե մեր դիտողները տեղյակ չեն, ինչից սկսվեց առհասարակ կինոաշխարհը ձեզ համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, մեծ սիրով եկա այս տաղավար, շատ գեղեցիկ տաղավար է, իր մեջ արդեն հիմքը կա ստեղծագործելու արվեստի էլեմենտը կա այստեղ, որը շատ հաճելի է։ Պատմությունը իմ կինոյի ասպարեզում հայտնելու շատ խոր արմատներ ունի։ Առաջինը, որ ես իմ պապիկը լուսանկարիչ էր, որը 55 տարի լուսանկարչությամբ է զբաղվել, դա առաջին հենց իսկ լուսանկարչություն դա մեր մասնագիտության օպերատորության հիմքն է, այդ իմ առաջի վարպետը դառավ եւ բացի դա մենք ապրում էինք Երևանի կենտրոնում առաջվա Ալավերդյան փողոցը, որը հիմա Մհեր Մկրտչյան փողոցն է, եւ մեր բակը շատ մեծ բակ էր, հին Երևանյան բակ էր, շատ գեղեցիկ բակ էր, իր հնությունով, իր պատշգամբներով, աստիճաններով, փայտյա մեծ բավականին մեծ ուրեմն բակ էր եւ իր խորթավոր էներգետիկ դաշտը ուներ, որտեղ տարբեր տեղերից հավաքված հայ մարդիկ էին եւ արևմտահայեր եւ Ռուսաստանից եկած հայեր եւ երևանցիներ եւ տարբեր շրջաններից եկած, բայց այդ չի կարող։ Իհարկե դա էլ է ձևավորում է աշխարհայացք մարդու մոտ, բայց ամենակարևորն էր, որ այդ հին թաղամասում շատ հաճախ մեր փողոցում ֆիլմեր էին նկարահանում, ու երբ որ ես դպրոց էի գնում կամ դպրոցից վերադառնում էի տուն, հաճախ հանդիպում էի ուրեմն նկարահանման հրապարակի, որտեղ պրոցես է գնում, նկարահանում է գնում, ու օրերից մի օր շատ հետաքրքրեց ինձ, ես կանգնեցի, սկսեցի նայել, թե ինչպես է նկարահանվում, ինչ ֆիլմեր, պրոցեսը դա Երևան ստուդիայի Արշակ էր կոչվում ֆիլմը, կարծեմ Արշակ, եթե չեմ սխալվում, գեղարվեստական դիամետրաժ ֆիլմ էր, ու այդ պրոցեսին գրավեց, մագնիսական ուժով ինձ տարավ եւ ես մոռացա որ դպրոց պետք է գնամ, ու չգնացի դպրոց, այսինքն գերեց ինձ այդ մագնետիզմը կինոյի գրավեց ու ոնց որ ասում են այդ կինոյի բացիլը ընկավ իմ մեջ, ես հիվանդացա կինոյով։ Դա 5-րդ դասարանում էր, 5-րդ դասանի երեխա է ու ես լավ հիշում եմ, դա Սովետ միությունում պիոներական վսկապով կանգնացի, մի հատ մարդիկ կային կանգնած նայում էին, էլի, մի հատ տղամարդ ինձ նայեց ինձ, խփեց ուսից, ասում այ տղա դու դպրոց, ինչի դպրոցում չես այս ժամին։ Ես ստիպված էի խաբել, ասացի արդեն եղել եմ առաջի կեսին եմ եղել, առաջին հերթին եմ եղել, հետո հասկացա, որպեսզի շատ աչքի չընկնեմ, վսկապը հանեցի, դրեցի գրպանս։ Այդպես մնացի մինչև վերջ երեկոյան այդ ֆիլմի նկարահանումները նայելով։ Եվ դա հանդիսացավ, որ կինոն իմ մեջ ոնց որ մեծ հետաքրքրություն առաջացրեց ու հետագայում արդեն ֆիլմ թերթում կար ֆիլմ թերթը, որտեղ վերջի էջում փոքր ինչ որ հայտարարություն կար ու Հայֆիլմ կինոստուդիան հայտարարում է մրցույթ կինոօպերատորների ասիստենտների ուրեմն դասընթացների 6-ամյա դասընթացների համար մրցույթ է հայտարարում, որ ես որոշեցի որ գնամ մասնակցեմ այդ քննություններին, մասնակցեցի ու ընդունվեցի այդ կուրսերին ու տենց իմ մուտքը եղավ Հայֆիլմ կինոստուդիա։ Այո։ Իհարկե դեռ չէի աշխատում, սովորում էի ընդհանրապես։ Էդուարդ Համբարձումյանի ֆիլմում ասում եք, որ սովորում եք բնությունից, որ այն ձեր ուսուցիչն է, խնդրում եմ պարզաբանեք այս միտքը եւ ինչպիսի ներգործություն է ունենում ձեզ վրա բնությունը, նաեւ այս պարագայում, հա, նշեցիք ձեր բակը եւ այլն, այսինքն միջավայրը ինչ ներգործություն է ունենում աշխատանքի վրա։
բնությունը ամենամեծ վարպետն է, եթե ստեղծագործողը դա լինի թե կոմպոզիտոր, թե նկարիչ, թե քանդակագործ, թե շարժապատկերի հեղինակ, արարող, պետք է սովորի բնությունից, որտեղ բնության մեջ տարբեր իրավիճակներ կան, տարբեր լույսային, գունային, լուսուստվերային իրավիճակներ կա, որ ամեն մի տրամադրությունը, ամեն մի մթնոլորտ իր մեծ հետաքրքրությունը ունի, հոգեբանական ազդեցություն ունի մարդու վրա եւ դրա համար եմ ասում, որ հատկապես օպերատորները, որ պետք է վերարտադրեն, կարողանան վերարտադրել այդ հոգեվիճակները, փոխակերպեն, փոխանցեն հանդիսատեսին, իրանք պետք է հասկանան, պետք է այդ էության մեջ մտնեն, ոնց է ստեղծում, այդ լույսը ոնց է ընկնում, ինչ անդրադարձ է լինում, այդ անդրադարձից ինչ է ստեղծում, ինչ լույսային հոսք է ստեղծում, ինչ տրամադրություն կարելի է ստանալ կադրի մեջ, ինչ գույնային լուծում կարելի է ստանալ կադրի մեջ եւ գույների հոգեբանական ընկալումը այստեղ շատ կարեւոր է, որ պետքա տիրապետի օպերատորը ամեն մի գույն իր հոգեբանական ընկալումը ունի մարդու վրա, կարմիրը մի բան է արտահայտում եւ ազդեցություն ունենում մարդու վրա, կանաչը այլ բան, կապույտը այլ եւ այլն, սևը, սպիտակը, ամեն մեկ իր բացատրությունն է, հիմա ես այդ բոլորը չբացատրեմ, այդ կարելի է ուսումնասիրել ինտերնետում, եթե դու տիրապետում ես այդ գիտելիքին ու կարողանում ես փոխանցել կադրի մեջ, ապա այդ կադրը ձեռք է բերում գեղագիտական ուրեմն արժեք, իսկ գեղագիտական արժեք ունեցող կադրը արդեն ազդեցություն ունի անպայման հանդիսատեսի վրա։ Սա է կարևորը, իսկ ամենասկզբնաղբյուրը այս ամենի դա բնությունն է։ Դրա համար եմ ասում, բնությունը ամենամեծ վարպետն է, որտեղ բնությունը ամեն ինչ ստեղծում է շատ տարբեր հետարքի իրավիճակներ։ Դա համար գեղանկարչությունը ոնց որ ասած լուսանկարչության հիմքն է, լուսանկարչությունն էլ օպերատորության հիմքն է։ Այո։ Շուրջ 74 ռեժիսորի հետ եք աշխատել, այդ թվում Արտավազդ Փելեշյանի, Բորիս Հայրապետյան, Անդրեյ Շպայ, Էդգար Բաղդասարյան եւ այլն, ում հետ աշխատանքն է այդպես ամենախորը հետ կթողել ձեզ վրա, թե մասնագիտական, թե նաեւ մարդկային տեսանկյունից։ Կներեք, դա հին ինֆորմացիա, հիմա այս վերջերս 82-րդ ռեժիսորի հետ աշխատեցի արդեն, դա բավականին շատ է ու ամեն ռեժիսորը իր աշխարհայացքով, իր հոգեբանությամբ, իր ճաշակով, իր մոտեցմամբ տարբերվում են, ամեն մեկը տարբերվում է, որովհետեւ կարողանամ աշխատել ամեն մեկի հետ ճիշտ ուղին վերցնել ու խորանալ այդ թեմայի մեջ ու ստեղծել այն, որը որ մնայուն է լինելու, պետք է կարողանալ գտնել բանալին, հարաբերվելու բանալին, այդ բանալին գտնելու համար ժամանակ է պետք, այսինքն ընկերանալ է պետք։ Ես միշտ ասում եմ, որ իմ ուսանողներին էլ եմ խորհուրդ տալի, երբ որ դուք սկսում եք ֆիլմ ստեղծելու process-ը, հենց ի սկզբանե նախապատրաստական շրջանից պետք է ընկերանաք այդ ռեժիսորի հետ։ Կարող է պատահի այդ ֆիլմը ավարտելուց հետո էլ ընկերներ չմնաք կյանքում, բայց այդ ընթացքում պետք է ընկերներ լինեք, որովհետեւ դիստանցիան կրճատվի ու իրար կարողանաք հասկանաք։ Այդ բանալին շատ կարևոր է, որ գտնեմ այդ բանալին եւ բացեմ այն դուռը, որտեղ իր աշխարհն է, իր հոգեբանական, աշխարհայացքի, ճաշակի, այդ բոլորը գեղագիտության եւ այլն մտահորիզոնի կարողանամ ես հասկանամ իրան, եթե կարողանում եմ գտնեմ բանալին ու հասկանում եմ իրան, ինձ հեշտ է ավելի աշխատել իր հետ եւ իրան էլ է հեշտ, ռեժիսորին էլ է հեշտ։ Երկուսով միասին պետք է ստեղծագործական տանդեմ ստեղծեմ, որը կարողանա ստեղծի մնայուն աշխատանք, արժեքավոր աշխատանք։ Իհարկե այս բոլոր ռեժիսորների հետ էլ տարբեր են իրանք, բայց իհարկե ամենամեծ հետաքրքրությունն ու ավելի դժվար աշխատելու process-ը եղել է մեծ վարպետի հետ, Արտավազդ Փելեշյանի հետ, բայց դա մեծ դպրոց էր ինձ համար, որ ես անցա այդ տարիները 2.5 տարի մոտարապես, 2 ֆիլմ ստեղծելով,
փոքր բայց շատ ծավալուն իրանց ասելիքով ու ժամանակային առումով եւ մեծ էներգիա ծախսելով այդ ֆիլմերի վրա մեծ դպրոց էր դա շատ մեծ դպրոց էր որտեղ ամենակարևորագույն ոչ միայն կադրի գեղագիտության առումով այլ նաեւ մի հատ կարևոր բան էլ կա որը հատկապես վավերագրող օպերատորներին է դա վերաբերվում պետք է լինել համբերատար եւ աչալուրջ պահը չբաց թողելու առումով որովհետեւ դու մտել ես կյանք ու այդ կյանքում դու պետք է կյանքից վերցնես այն կարևորը այն պահերը որոնք որ արժեքավոր են եւ կարեւոր են ֆիլմի գաղափարի համար ֆիլմի գաղափարին են ծառայելու դրա համար դրանք անսպասելի են գալիս այո եւ այդ պահերը չպետք է բաց թողնես ու միշտ բայց կաստեղ մի բան էլ որ դու պետք է զգաս ում որ նկարում ես այդ մարդու տվյալ մարդու քանի որ այդ մարդը կյանքի մեջ ու կյանքի ընթացքի ժամանակի տարածության մեջ process-ի մեջ է ինչ որ տրամադրության մեջ է դու այդ պահը պետք է բաց չթողնես պետք է վերցնես ֆիքսես արձանագրես այդ պահը ոչ թե ինֆորմացիան այլ այն պահը որտեղ կադրի մեջ կա տրամադրություն որտեղ կա կադրի մեջ կա մթնոլորտ ու երբեմն դե երիտասարդ ժամանակ այդ ֆիլմը որ սկսել ենք նկարանալ ես կոպիտ ասած ֆիքսում էի դեմքեր բայց դա չուներ իր մեջ չեր կրում տրամադրություն չեր կրում մթնոլորտ ու մեծ վարպետը ասաց որ դու համբերի սպասի թող այն պահը գա որ հետարքիր է որտեղ կա տրամադրություն մթնոլորտ որտեղ այս մարդու ներքին վիճակն է երևում աչքերի մեջ նոր այդ ժամանակ կամերան միացրու ոչ թե անդադ նկարահանի ուղղակի պորտրետ ինֆորմացիա որտեղ ինֆորմացիան դա կարճ կյանք ունի նա շատ արագ մահանում է որովհետև մանավանդ այս դարում 21-րդ դարում ինֆորմացիայի հոսքը շատ արագ իրար հետևից ինֆորմացիա է գալիս շատ արագ է ու շատ արագ նախորդը մահանում գնում է այսօր մենք այս մեր հեռախոսներում գadgetներում ասենք ինչ որ ինֆորմացիա ենք նայում ու շատ արագ է այդ ամենը անցնում հաջորդ ինֆորմացիան սպանում է նախորդին ու արդեն դու կարող ես չհիշեցել այդ ինֆորմացիան դրա համար շատ կարևոր է որ արժեքավոր լինի կադրը իսկ արժեքավորի համար համբերություն է պետք եւ աչալուրջ որ բռնացնես այն պահը որը իր մեջ կրում է տրամադրություն ու մթնոլորտ իսկ որոնք են եղել ամենաբարդ անիրագործելի թվացող նկարահանումները եւ եղել են պահեր, երբ ինքներդ ձեզ հետ մենամարտել եք, հա, կադրի հետ եք մենամարտել, ինքներդ ձեզ հետ եք մենամարտել, պայմանների հետ եք մենամարտել, հավանաբար եղել են ամենահիշվողները որոնք են։ Շատ լավ հարց եք տալի, շատ հետաքրքիր հարց է, որ մենամարտ ինքդ քեզ հետ միշտ մենամարտի մեջ ես։ Երկու եսը բախման մեջ են։ Երկու եսը միշտ պետք է լինի, որտեվ եթե չկա ստեղծագործողի մոտ չկա կասկածանք, արդյոք ճիշտ է գնում, ճիշտ է անում ամեն ինչը, այսինքն կողքի հայացքը միշտ կարևոր է, տեսանկյունը կողքից քեզ ուղղորդ կարա ինչ որ ուղումներ մտցնի, այսինքն այդ մենամարտ ձեր ասած շատ կարևոր է, պետք է լինի ամեն մի նախագիծ ինձ համար ամեն մի ֆիլմ դա մի նոր քննություն է ու այդ քննության ժամանակ դու այդ process-ի մեջ ես այդ ձեր ասած մենամարտի մեջ ես ու ամեն նկարահանման եթե բարդ նկարահանում է լինում որը մեծ դժվարությամբ անցել է այդ օրը նու ոչ միայն բարդ, այլ սովորական, ասենք, process-ի մեջ միշտ, ասենք, նկարանումից հետո ես անալիզ եմ անում, արդյոք ինչ վերլուծում եմ, թե ինչքանով է ամեն ինչը ճիշտ, բոլոր կադրը սենց միանգամից աչքիս առաջ անցնում են, ու ես գտնում եմ ու ափսոսում եմ, որ այստեղ այս պահին ես ինչ որ մի սխալ եմ արել, լույսի տեսանկյունից, կամերայի տեսանկյունից, շարժման կամ մասշտաբի այս օբյեկտիվով չպետք է նկարել, այս օբյեկտիվով պետք է նկարել, ու շատ ափսոսանք եմ ապրում ու ինքս ինձ նախատում եմ։ Այդ կողքի հայացքն է, այդ մենամարտն է ձեր ասած։ Հետո առավոտյան որ արթնանում ես, մեկ էլ
միտք է գալիս, որ այ հիմա պետքա ուղղել այդ սխալը, այ հիմա չպետք է կրկնել եւ այն ինչ որ քո արժևում է, որ պետքա ստեղծես, այդ միզանսցենալ լինի, էպիզոդ լինի, արդեն sense աչքիդ առաջ սկսում է ամեն ինչը ստեղծվել, այսինքն պատկերեն շարքը սկսում ես տեսնել։ Եթե դա չկա, անհետաքրքիր է։ Ես միշտ ասում եմ, օպերատորը դա կոճակ սեղմող չի, օպերատոր արտիստ է, այսինքն ստեղծող է ինքը, արարիչ է, արարող է։ Գիտեմ, որ շատ մանրակրկտորեն եք նախապատրաստվում նկարահանումներին, նաև հաշվի առնելով ձեր այս միտքը, այսպես ասենք, ինչ չափաբաժին է կազմում նախապատրաստական աշխատանքին հետևելը եւ ինչ տոկոս է կազմում արդեն ստեղծագործական, իմպրովիզացիոն հատվածը նկարահանման ժամանակ։ Նախապատրաստական շրջանը գործի հաջողության կեսն է, 50%-ն է, այսինքն ինչքան լավ նախապատրաստվի ամբողջ խումբը, հատկապես ստեղծագործական խումբը, այնքան արդյունքը ավելի լավ կլինի նկարահանման շրջանում։ Դրա համար մանրակրկիտ պատրաստվելը շատ կարևոր է։ Մանավանդ 21-րդ դարում, երբ որ ժամանակը սեղմված է, շատ քիչ ժամանակ է ու բացի դա ամեն ինչը թանկ արժի, մեծ գումարները, մեծ ծախսերի հետ է կապված խաղարկային կինոն։ Այո, հատկապես խաղարկային կինոյում ծախսերը շատ մեծ են ու պրոդյուսերները քո գլխին կախված սենց շնչում են կորը, այո, ռեժիսորի, օպերատորի, նկարիչի վրա միշտ ուրեմն դամոլկյան սրի նման ցած կախված է քո գլխավերը, որ պետքա դու հասցնես անես այդ 12 ժամվա մեջ օրվա գրաֆիկով պլանը կատարես։ Դրա համար շատ կարևոր է նախապատրաստվել թե ստեղծագործական տեսանկյունից, թե արտադրական, կազմակերպչական տեսանկյունից։ Շատ կարևոր է։ Դրա համար մանրակրկիտ աշխատանք է պետք, ինչ որ դուք նշեցիք, այո, դա շատ իրավացի եք դուք, շատ կարևոր է մանրակրկիտ աշխատանք այսօրվա օրով։ Այն օպերատորը, որը մտնում է նկարահանման հրապարակ ու ինչ որ անհայտություններ կա իր մոտ, թե ստեղծագործական, թե արտադրական, կազմակերպչական տեսանկյունից, ինքը չի կարող աշխատել։ Այդ օրվա աշխատանքային process-ը առաջ չի գնա։ Օպերատորը դա նկարահանման հրապարակում իմ կարծիքով դա իմ խոսքերն է, գեներատոր է։ Այսինքն ինքը աշխուժ ակտիվ վիճակում պետք է, ինքը պետք է աշխատի եւ բոլորին էներգիայով լցի, լիցքավորի բոլոր խմբի անդամներին։ Իսկ ռեժիսորը նկարահանման հրապարակում ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու համար է ինքը ստեղծում է մթնոլորտը, իսկ օպերատորը այդ process-ը տանողն է առաջ, աշխատացնողն է։ Եթե ինչ որ մի խմբի անդամ, ասենք լուսավորներից մեկը նկատում եմ, որ ինքը բոլորի հետ պետք է համագործակցի, բոլորի հետ պետք է առնչվի, ամբողջ խումբը նայում է օպերատորին, եթե օպերատորը շատ անհավես է աշխատում, այդ աշխատանքային process-ը մթնոլորտը sense միանգամից անհավես է դառնում, ինչ ընկնում է, ուրեմն բանի գործակիցը որակի գործակիցը միանգամից ընկնում է։ Եթե նկատեցի, որ ինչ որ մեկը անհավես է ու տրամադրություն չունի, մոտենում եմ, անպայման սկսում եմ հետը զրուցել հոգեբանական ինչ որ բան լիսկ տալու համար, որ ինքը ոգևորվի, այդ ոգևորելը շատ կարևոր է։ Օպերատորը պետք է բոլորին ոգևորի, որ բոլորը ոգևորված աշխատեն, նվիրվեն։ Ու ամեն մեկը խմբի անդամին պետք է լիարժեք նվիրվի այս process-ին։ Եթե չնվիրվեն, արդյունքը վատ է լինելու։ Սա է կարևոր եւ սկսում եմ հետը խոսալ, զրուցել, սփոփել ինչ որ բանով, մի հատ էլ հումոր անել, որ մի քիչ տրամադրություն բացվի ու նոր որպեսզի միանա աշխատանքին։ Օպերատորի ներկայությունը այդ խաղարկային ֆիլմի մասն ենք իմ ավելի շատ խոսում եւ ելի մի բան ասեմ ու ավարտեմ այդ առումով բեմադրող օպերատորը խաղարկային ֆիլմում կինոյում ընդհանրապես միակ մասնագիտությունը, որը 3 սյուների վրա է հիմնված, 3 բազայի վրա է դա, հիմքերի վրա է կամ էլ կարելի ասել, դա ստեղծագործական աշխատանք է, դա կազմակերպչական աշխատանք է եւ ինժեներական աշխատանք է, այսինքն տեխնիկայի իմացություն կարևոր է, ճիշտ կազմակերպել ամբողջ խմբի աշխատանքը,
թե նախապատրաստական շրջանում, թե նկարահանման շրջանում եւ ստեղծագործել։ Այս երեքի վրա է հիմնված մեր մասնագիտությունը։ Հիմա կասեք բառ ռեժիսորը ստեղծագործական եւ կազմակերպչական։ Ինժեներականը չկա, ինժեներականը չկա։ Ռեժիսորները հեռու են ու իրանց պետք էլ չի իրականում, պետք չէ այդքան խորանալ։ Կարևորը օպտիկա իմանան, որ ամեն օբյեկտիվ ինչ մասշտաբ է տալիս, հեսա կարևորը։ Մնացածը իրանց պետք չի, որ վանա քանի այտենց բիտագրում այս կամերան, քանի ինչ ֆորմատ է եւ այլ։ Ձեզ հետ աշխատող ռեժիսորները հենց նույն Էդվարդ Համբարձումյանի ֆիլմում նշում են, որ դուք ձեռագործ օպերատոր եք, այսինքն ձեռագործ աշխատանք եք սիրում եւ հետաքրքիր է ինչ առավելություններ ունի այդպիսի մոտեցումը օպերատորական աշխատանքին ու նաեւ թերություններ։ Առավելությունները նրանում է, երբ որ դու քո ձեռքով ես ստեղծում այդ ամենը, դու հոգի ես դնում։ Իսկ դա կարևոր է, եթե հոգի ես դնում ամեն կադրի մեջ, այդ անպայման էկրանից փոխանցվում է հանդիսատեսին։ Դա շատ կարևոր է, բայց 21-րդ դարը իր թելադրանքը ունի, այնց է թելադրում, որ չես կարա ամեն ինչը ձեռքով անես ու երևի պետք էլ չի արդեն ձեռքով անել, նոր գործիքներ են եկել, օրինակ արհեստական բանականությունը, որը շատ արագ լուծում է այդ խնդիրները, շատ արագ, բայց ոնց անել, որ նաև այդ ներքին, այդ քո հոգին, այդ ջերմությունը կարողանաս փոխանցես, այս խնդիրը դեռ մեծ հարցական է ինձ համար, բայց ես չեմ հանձնվում, չեմ զլանա, ես պետք է փորձում եմ հիմա մտնել այդ նոր գործիքի հետ ընկերանալ, որ դա ամեն մի կամերան դա քո ընկերը պետք է դառնի, որովհետև ընկերը չդառավ, դու չես կարա քո ուզածը ստանաս։ Իրար հետ համագործակցեք, մի ամբողջականություն պետք է ստանալ։ Դուք այսօր Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի կրծքանշանով եք եկել եւ 2017 թվականին ձեր նախաձեռնությամբ հիմնվել է այդ գիլդիան, իսկ 2023-ին Իմագոյի անդամ է դարձել, ինչը իրապես լուրջ ձեռքբերում է մեր կինոաշխարհի համար, որոնք են գիլդիա ստեղծելու շարժառիթները եղել եւ ինչ ձեռքբերումներ ունեք այս տարիների ընթացքում։ Նախապատմությունը գնում են հեռավոր 90-ականները, այսինքն ցանկություն կար դեռ այն ժամանակ Սովետ միության քանդվելուց հետո 90-ականների մոտավորապես 95-96 թվականներին այդ գաղափարը ծնվեց լուսահոգի մեր օպերատորներից Ռուդոլֆ Վատինյանի մոտ, ինքը ցանկություն հայտնեց եւ բոլորիս առաջարկում էր, որ ստեղծեն գիլդիա օպերատորների, բայց դեռ մենք թե հոգեբանորեն, թե մտքով պատրաստ չէինք դրան ու չէինք հասկանում դա ինչ է մեզ տալու։ Այսինքն պետք էր ժամանակ, որ անցնի ինչ-որ ժամանակ, որ մարդիկ գային այդ մտքին։ Չնայած որ գիլդիաներ, ասոցիացիաներ, օպերատորների աշխարհի մասշտաբով եթե վերցնենք, վաղուց կան, օրինակ ամերիկյան ասոցիացիան 20-ական թվականներին է ստեղծվել 20-րդ դարի։ Այո։ Բայց այդ պատրաստ չէինք, այսինքն դրան, ու դա ոնց որ տենց քնեց մնաց, հետո եկան 2000-ականների սկզբները նույնպես լուսահոգի Վրեժ Պետրոսյանը այդ միտքը գաղափարը նորից բարձրացրեց, որ պետքա ստեղծել եւ այլն, ինչ որ հավաքներ եղան, բան, էլի տենց նորից մոռացվեց ու նորից քնեց այդ գաղափարը, ինչեւ որ եկավ 2000-ականների 2015 թիվներ, որ երկար տարիներ Մոսկվայում աշխատում էի, ունդեղ արդեն ոնց որ շփումներ ունեի ու հասկանում էի ինչ բան է, որ ինչքան կարևոր է գիլդիա ունենալը, ու եկա վերադարձա Երևան եւ մեր օպերատորներին հավաքեցի միասին դեկտեմբեր ամիսներ 15 թվականին հավաքվեցինք ու առաջարկեցի, որ եկեք ստեղծենք այդ գիլդիան, որտեղ ինչքան է կարևոր, ինչ կարևորություն ունի, բայց դեռ այդ կարևորությունը էլի հասանելի չէր ուղեղներին, չէին հասկանում ինչքան կարևոր է, պետք է օրինակներ բերես, բան եւ այլն։ Ու անցավ եւս 2 տարի եւ 2017 թվականին արդեն վերջնականապես կայացավ մեր գիլդիան, ստեղծվեց, դա նոյեմբեր ամիսն էր, եւ տղաները ինձ որոշեցին, որ ես պետք է լինեմ նախագահ ու փաստորեն հիմնադրող եղա եւ հիմնադրեցինք ու
Եվ մենք ունեցանք մեր կանոնակարգը, կանոնադրությունը, ոնց որ հարկն է, եւ անցան տարիներ ստացվեց, որ 7 տարի նախագահ եղա, ինչու 7, իրականում մեր կանոնակարգով 3 տարին մեկ պետք է փոխվի նախագահ, բայց 2 ուրեմն սրոկով իրավունք ունի ունենա 6 տարի, բայց մի տարի, քանի որ կոവിഡ്ն էր, դա այո կարող ենք հանել մեռած տարի էր, այսպես կոպիտ ասած, ոչ մի գործ բան չէր արվում, ընդհանրապես ոչ շատ վատ տարի էր, դառավ 7 ու ես հայտարարեցի նոր նախագահական ընտրությունները ես առաջարկեցի, որ Մկրտիչ Մալխասյանը իր թեկնածությունը, կային էլի առաջարկներ թեկնածության եւ շատերը խնդրում էին, որ ես նորից շարունակեմ, բայց ես ասացի չէ, չի կարելի, որովհետեւ կանոնակարգը թույլ չտա, բաց է, ես ինքս չեմ ուզում, ես մտածում եմ, կարծում եմ եւ դա կարեւոր է, որ նոր սերունդ պետք է գա, որ նոր սերունդը նոր թափ տա, նոր հիմքը կա, հիմա այդ հիմքի վրա պետք է զարգացնել, գիլդիան պետք է զարգացնել եւ ընդհանրապես գիլդիաների նաեւ շատ կարեւոր է ասեմ, որ Հարություն Խաչատրյանի գաղափարներ մեր կինոգործիչների միության նախագահի, որ ինքը շատ մեծ կարևորություն էր տալի գիլդիաների ստեղծմանը ու նաև դա եղավ շարժառիթ, որ գիլդիաները ստեղծվեն ու առաջի գիլդիան մերը ստեղծվեց, օպերատորներին, հետո ռեժիսորներին, սցենարիստներին, նկարիչներին, բայց անհամեստություն թող չլինի, մենք առաջին ենք ու միշտ էլ առաջնային ենք եղել ու առաջի շարքերում ենք հիմա միշտ գնում եւ Մկրտիչ Մալխասյանը ընդունվելով դառնալով նախագահ մեծ գործ արեց, շատ կարևորագույն գործեր արեց, այն առումով որ մենք միջազգային հարթակ դուրս եկանք ու դուք հիշատակեցիք, որ 23 թվականից մենք իմագոյ անդամ ենք, այդ իր աշխատանքի շնորհիվ եղավ Մկրտիչ Մալխասյանի, ինքը այնտեղ Ամերիկայում ապրելով եւ բայց շատ հաճախ լինելով Հայաստանում եւ մեր համագործակցությունը շատ սերտ է, մենք ունենք խորհուրդ, մեր խորհուրդը բոլոր հարցերը քննարկում ենք եւ որոշում ենք կայացնում եւ ներկայացնում ենք բոլոր անդամներին։ Մկրտիչ Մալխասյանի մեծ գործը նա էր, որ կարողացավ ամերիկյան ասոցիացիայում, որտեղ մենք 2 տարի մասնակցեցինք հրավերով որպես մասնակից սամիտին մասնակցեցին գագաթնաժողովին, տարբեր երկրներից հրավիրում էին ու 2 անգամ մեզ հրավիրեցին այդ սամիտին, դա էր Մալխասյանի ուրեմն շնորհիվ եւ այնտեղ ստեղծվեցին կապեր ու այնտեղ էր գտնվում Իմագոյի ուրեմն նախագահ, որը հետաքրքրվեց մեզանով, մենք ունեինք մեր հոլովակը, շոուրիլը, որը ցուցադրվեց, բոլորին հետաքրքրեց, սկսեցին հետաքրքրվել Հայաստանով, թե որտեղ է, ինչ է եւ այլն, այս որ փոքր երկիրը ունի, այտենց գիլդիա ունի, օպերատորների sense հետաքրքիր պատկերային շարք են ստեղծել, երկիրը հետաքրքիր եւ այլն, ու առաջարկ եղավ, որ դիմեք Իմագոյի ուրեմն ասոցիատիվ անդամ դառնալու համար եւ մենք դիմեցինք 22 թվականին, կեսերին էր մոտարապես ու նախագահությունը Իմագոյի իրենց խորհուրդը ժողով անցկացրեց, քննարկեցին եւ որոշեցին ոչ թե ասոցիատիվ անդամ, այլ լիարժեք անդամ ընդունեն մեզ։ Ու միանգամից մենք ընդունվեցինք, լիարժեք անդամ դառանք եւ ամենակարևորն ու հետաքրքիրը նրանում է, որ ամբողջ այս մեր տարածաշրջանում առաջինը մենք ենք, որ ընդունվեց Իմագոյի անդամ դառանք։ Ռուսաստանը Իմագոյի անդամ չի, ինչի՞ հիմա դա հայտնի պատճառներով։ Վրաստանը այս վերջերս նոր մտավ Իմագոյի, Ադրբեջանը այս վերջերս մտավ, Թուրքիան միջև անդամ չի, Իրանը անդամ չի, Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները անդամ չեն Իմագոյի։ Իմագոն ներկայացնեմ ինչ կազմակերպություն է դա։ Դա ֆեդերացիայի ամբողջ երկիր մոլորակի տարբեր երկրների օպերատորական գիլդիաների կամ ասոցիացիաների համախմբում է, ֆեդերացիա է։ Դա մոտարապես 58 երկիր։ 58 երկրի մեջ մենք կանք, այսինքն ու միանգամից են մեզ ընդունել։ Այս տարի ոչ շատ մեծ անձնակազմով ընդ որում, որովհետև
քանակը օպերատորներից դեպության երկրում չեն կարող համեմատել նույն Ռուսաստանի կամ նույն Իրանի հետ։ Ռուսաստանում ավելի շատ է գիլդիայի իրանց անդամակցությունը ավելի շատ են անդամները, քան մեզ մոտ։ Դրա մասին հիմա կանրադառնամ, ուրեմն մենք արդեն իրավունք լիարժեք անդամ լինելով իմագոյի իրավունք ունենք նաև մասնակցել ընտրություններին, նախագահական ընտրություններին, որը կայացավ այս տարվա մայիս ամսին Սան Պաուլոյում, Բրազիլիայում, եւ մենք պետք է մասնակցեինք նախագահ եւ փոխնախագահ, ես հիմա փոխնախագահ եմ, մեր անդամների խնդրանքով ասեցին գոնե փոխնախագահ եղել մնա, լավ, համաձայնվեցի, ես չկարողացա նկարումների պատճառով զբաղված էի, չկարողացա Սան Պաուլո գնալ, Մալխասյանը գնաց եւ մասնակցեց այդ ընտրություններին իմագոյի, այսինքն մենք լիարժեք անդամ ենք իմագոյի, իմագոն բավականին մեծ ուրեմն հարթակ է, բարձր հարթակ եւ մեծ հարթակ ամբողջ երկրի մոլորակի մասշտաբով, որը շատ առավելություններ է մեզ տալի, կոնկրետ անդամներին էլ տալիս է, իմագոյի անդամ գիլդիայի անդամակցություն ունեցող օպերատորները կարող են մասնակցել բոլոր տարբեր երկրների, որտեղ իմագոյի անդամ երկրների տարածքներում նկարահանումներ անելու, այսինքն դա արդեն մեծ առավելություն է, բացի դա մենք կարող ենք մասնակցել փառատոնին օպերատորների, որը միակն է աշխարհում, որ միայն օպերատորական փառատոն է, դա կոչվում է կամերա image, ամեն տարին 2 տարին մեկ է, առաջ ամեն տարի էր, հիմա փոխեցին 2 տարին մեկ է անցնում, որ ու երկիրն են փոխում, ամեն տարի փոխելով իմագոյի մի անդամ երկրում անցկացվում այդ փառատոնը։ Հիմա մեր խնդիրն է ապագայում, որպեսզի մենք մասնակցենք կամերա image փառատոնին, այդ մրցանակաբաշխությանը։ Ինչ վերաբերում է անդամներին, մեր անդամները, մեր գիլդիան բաղկացած է 44 անդամներից, ես վերջերս նոր անդամակցություն մենք ունեցանք, լրացրեցինք 33 էր, հիմա 44 է, որտեղ ընդգրկված են տարբեր երկրներից, Հայաստանը բնականաբար, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա, Թուրքիա, Վրաստան։ Այս երկրներից հայ, ազգությամբ հայ օպերատորներ, մեր խնդիրը եւ սկզբունքը նրանում է, որ հայ գործիչներին, հայ օպերատորներին ընդունենք տարբեր երկրների ու այդպես էլ կա, դրա համար տենց ավելի ընդլայնել ենք եւ մենք հիմա հասարակական կազմակերպություն ենք, առաջ հասարակական կազմակերպություն չէր, առաջ մենք մտնում էինք միության շրջանակների մեջ եւ բոլոր գիլդիաներն էին այդպես, հիմա առաջին էլի մենք դուրս եկանք, դարձանք հասարակական կազմակերպություն, երկրորդ կարծեմ ռեժիսորներն են, մյուսները դեռ միության շրջանակների մեջ են, թե չեմ սխալվում։ Ու թերևս վերջին հարցը, ինչի վրա եք այսօր աշխատում, ինչ եք պատրաստվում նկարահանել առաջիկայում։ Վերջերս նոյեմբեր ամսին ավարտեցի մեծ լիամետրաժ ֆիլմ, որը պատերազմական թեման էր, մեզ ուրեմն վերջի 44 օրյա պատերազմի թեման է, բայց առանց կոնկրետության այլ պատերազմ հասկացությունն է այդտեղ, ոնց որ ասենք Ռեմարկի на Западном фронте без перемен, այդ գործը շատ հզոր գործագրական գործ, որի հիման վրա երկու ֆիլմ է ստեղծվել 69 թվականին եւ 2022 թվականին, թե չեմ սխալվում։ Շատ դժվար աշխատանք էր, շատ մեծ աշխատանք ու իր ստիլիստիկայով, ոճաբանությամբ հետաքրքիր էր ինձ համար, այս քննություններից մեկն էր, որ ասում էի, պրիտոմ նույնիսկ սա շատ բարդ քննություն էր, որտեղ ամբողջ ֆիլմը ֆիլմի ուրեմն գործողությունները եւ ամբողջ սյուժետային կառուցվածքը տեղի ունենում թափքի մեջ մեքենայի, որը տղաները գնում են առաջնագիծ ու այդ ամբողջ ճանապարհին ինչ է իրենց հետ կատարվում, ինչ ու կամերան դուրս չի գալի, տեսախցիկը դուրս չի գալի մեքենայից, ինչ որ ներսն է կատարում, տեսնում է ներսը, դուրսը կատարվողը ներսից դուրս է տեսնում։ Դրանով էր հետաքրքիր ֆիլմը ու շատ բարդ խնդիր էր տեխնիկական առումով օպերատորի համար եւ ստեղծագործական նույնպես։ Դա ավարտեցինք եւ եւս մի դոկումենտալ ֆիլմ կար համատեղ հայ-ռուսական, դա մեծ ֆիլմ էր էլի, լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր, որը շարք է լինելու, տարբեր երկրներում է նկարահանվելու, բայց իրանք որոշել էին Հայաստանից սկսեն, հաջորդը Սերբիա լինելու
եւ էլի տենց շարունակվելու է տարբեր երկրներում, շատ հետաքրքիր ֆիլմ է, վավերագրական։ Դա ավարտեցի, հիմա մի ֆիլմ կար նաեւ ավարտեցի 100-ամյակին նվիրված մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակներ այս տարի։ Այդ ֆիլմի աշխատանքները բավականին երկար են գնում, դեռ անցած տարի ենք սկսել նկարահանումները ու արդեն վերջնական ավարտեցինք ֆիլմը, որտեղ ես դոկումենտալ կինոյում թույլ եմ տալի մեկ-մեկ լինել ռեժիսոր ու անհամեստ չհնչի, այս ֆիլմը 4-րդ ֆիլմն էր, որ որպես ռեժիսոր եւ օպերատոր, գլխավոր օպերատոր այս ֆիլմում հանդես եկա, իսկ նոր սպասվող ինչ կա, այդ դոկումենտալ համատեղ հայ-ռուսական այդ նախագիծն է, որ պետքա փետրվարին կայանա եւ մի հատ մեծ լիամետրաժ ֆիլմ կա անելու Հարություն Խաչատրյանի հետ միասին։ Այո։ Վահան Տերյան, որը շատ հետաքրքիր թեմա է, շատ կարևորագույն թեմա է ըստիս, մեծագույն հայ մարդու մասին, ոչ միայն պոետ, նաև քաղաքական գործիչ եւ որպես հայ մեծագույն հայ, որպես հայ մարդ, որը մտահոգ է եղել ճակատագրի մասին հայ ժողովրդի եւ հայ պետականության պետական մեծ գործիչ է եղել ինքը ու իր կարճ կյանքը անցած ուղու մասին է, որտեղ ինքը ոչ միայն պոետ է եղել, այլ նաև մեծ գործիչ է եղել, քաղաքական եւ ազգային մեծ գործիչ է եղել։ Այս մեծ աշխատանքն է սպասում, որը նկարահանվելու է շատ տարբեր քաղաքներում։ Իր կերպարի բացահայտումը, այսպես ասած, պետք է լինի, ինչքան որ կարողանանք։ Շնորհակալ եմ։ Հաճույքով։ Կյանքում պետք է միշտ ուսանող լինել, աճելու եւ փոխվելու համար։ Սա է մեր հյուրի կինոօպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի կրեդոն, համոզմունքը։ Միտքը, որն անձամբ ինձ շատ է ոգեշնչում։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։